Սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում են գիշերը Գյումրիում տեղացած ուժեղ, կարկտի եւ անձրևի կադրերը։ Կարկուտի պատճառով առանցայն էլ քարոքան վիճակում գտնվող որոշ փողոցներ ընդհանրապես դարձել էին անանցանելի։ Բայց տեռան շուշեկն է, հա, ջարդի հետը բերել է։ Հա, դուրը բացել ունեցել են այս սարոցը։ Հատկապես վնասվել էր այս կամրջի տակով անցնող ճանապարհը, այն ամբողջովին հեղեղվել էր, գոյացել էր սառցաշերտ, ինչի հետևանքով երթևեկությունը լրիվ կաթվածահար էր եղել։ Իդեպ սա առաջին անգամը չէ, գրեթե ամեն անգամ ուժեղ անձրևից կամ կարկտից հետո այս հատվածը հեղեղվում է։ Ու ընդհանրապես վատ ճանապարհները գյումրեցիների շրջանում ամենակրնարկվող թեման է։ Օրինակ սա Շիրակացի փողոցն է, որի մեջտեղում եմ ես գտնվում, քայլում եմ այսպես, որովհետև այն գրեթե ամբողջությամբ անանցանելի է, կան հատվածներ, որոնք ընդհանրապես փակ են, մուտք ու ելք չկա, տուժում են բոլորը եւ բիզնեսները եւ բնակիչները, օրինակ մոտակայքում կա պոլիկլինիկա, որ մուտք գործելու համար մարդիկ ստիպված են անցնել այս ճանապարհով։ Տեղացիները ինձ ասացին, որ մոտավորապես 2 ամիս է ինչ նման վիճակում է գտնվում փողոցը։ Այստեղ տեսնում եք որոշ աշխատանքներ իրականացվում են, բայց դրանք այնքան դանդաղ են անում, որ աշխատանքների վերջը չի երևում։ Ընտրություններից 2 օր անց Գյումրիում վատ ճանապարհների վիճակի մասին խոսել էր նաև Փաշինյանը։ Այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ այնց շոկային ազդեցություն ես չի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետն եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ։ Փաշինյանը ճանապարհների թեման կապել էր Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հետ։ Հիշեցնեմ, անցած տարի ընդդիմությունը միավորվեց եւ Գյումրու քաղաքապետ դարձավ Վարդան Ղուկասյանը, որը անցած տարվա հոկտեմբեր ամսից կոռուպցիոն գործով բանտում է։ Իսկ փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի փեսան է, նույնպես մեղադրյալ է, նրա հանդեպ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իդեպ նա ԱԺ ընտրություններում ուժեղ Հայաստանի թեկնածուն էր։ Ավետիսյանը պատասխանել էր Փաշինյանին, ասելով, թե մեջբերում եմ ճիշտ կլինի ազատել քաղաքապետին ու կհամոզվեք, որ նա Գյումրին կսկսի շենացնել։ Արտահերթ ընտրությունները անցկացնելու համար իրավական հիմք դեռ չկա, ըստ օրենքի ավականին լուծարվում է, եթե մեկ նստաշրջանում 3 նիստ չի գումարվում, իսկ Գյումրիի ավականու բոլոր նստաշրջաններում նիստերը գումարվել են։ Դեռ պարզ չէ, թե ինչ ճանապարհ է ընտրելու իշխանությունը Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց այսօր Փաշինյանը հայտնել է հետևյալը. Այնտեղ որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Գյումրին այդպեսին չի կարող լինելու, որ դա ողբերգություն է ինձ համար անձնական եւ խայտառակություն։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, լայքեք եւ բաժանորդագրվեք։